Վերջին հենասյունը պատերազմը Մի քիչ են կոմելի փայլոջան։ Դուք ինքներդ տեսաք, թե ինչպես սովորական հոգևորականների հետ Այս կմտամ թույլ չտվեց, որպեսզի հրաման ստացած ուժայինները, ես ուժայիններն էլ տեսեք, ես տեսել եմ լացող ուժայիններ, ես տեսել եմ իրենց գործը թերի փորձող կատարող ուժայիններ, որոնք հասկանում են, որ իրենք մտել են սրբություն սրբոց, իրենց հրաման են տվել մտնել սրբություն սրբոց եւ իրենք հասկանում են, որ դա շատ վատ բան է։ Եվ սովորական ժողովուրդը հոգևորականների հետ կողք կողքի կանգնած թույլ չտվեցին, որպեսզի սրբազանին կարողանան վայրենավարի, բռիկ երբով, որպեսզի հոգեկան հիվանդը բավականություն ստանա, որպեսզի հոգեկան հիվանդի հոգին հերթական անգամ փառավորվի։ Թույլ չտվեց ժողովուրդը, թույլ չտվեցին հոգևորականները։ Ուսուսի կանգնած կրկնում եմ եւ գուցե հենց դա մի ինչ որ տեսակի նոր հաղորդագրություն է բոլորիս, բոլոր հայերին, ամբողջ հայ ժողովրդին, ամբողջ Հայաստանին, որ եթե մենք ուզենք ու կանգնենք մեկ անգամ, կանգնենք վճռական, տեսեք սրբազան հայրը, այն թափթփուկներ կան, չէ, գրում են պահկվում էր ժողովրդի թիկունքում, պահկվում էր մայրատորի թիկունքում, ժողովուրդը ցույց տվեց, որ կարող է պաշտպանել իր եկեղեցին, հետո սրբազանը դուրս եկավ եւ ասաց, ես ոտքով գալիս եմ, որովհետեւ ես օրինախախտ չեմ։ Ես ինչ ասել եմ, բոլոր ասածներից տերն եմ։ 1 տարի ու կես առաջ տված հարցազրույցի հիման վրա գործ հարուցել, այդ նշանակում է, որ 1 տարվա ընթացքում կամ իրավապահները լավ չեն աշխատել, կամ սա քաղաքական պատվեր է։ Իհարկե բոլորս կարծում եմ վստահ ենք, որ սա քաղաքական պատվեր է, որի հանգուցալուծումը ամենայն հավանականությամբ լինելու է երկրի գերագույն գլխավոր դավաճանի ողջույն։ Հենց նոր քաղաքական նոր լուծում է տրվել իրավիճակին, Հայաստան դաշինքից Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ իրենք 28 ստորագրություն դրեցին իմպիչմենտի նոր գործընթացով, օրինակ Միքայել Աջապահյանի թեկնածություն առաջադրելու թղթի տակ։ Ինչ կասեք այս մասով, մինչ այդ էլ պատիվ ունեմը փաստորեն առաջադրել էր եւ Հանրապետական կուսակցությունը աջակցեց Դավիթ Սահամբարձումյանի թեկնածությանը։ Սա նշանակում է, որ քաղաքական կոնսոլիդացիա կստեղծվի հենց Աջապահյանի շուրջ, Սրբազանի շուրջ։ Ես կարծում եմ, այստեղ նաեւ պետք է Սրբազանի կարծիքը անպայման հարցնել եւ եթե Սրբազանը համաձայնվի, ես չեմ կասկածում, որ ընդդիմադիր կոնսոլիդացիայի դեպքում կլինի եւ այո, երկրում կձևավորվի նոր քաղաքական օրակարգ, բայց կարծում եմ պետք է մի քիչ էլ սպասել եւ հուսանք, որ այդպես կլինի։ Փաշինյանը բավարարված չէ իրավիճակից եւ մենք այսօր տեսել ենք իմ գործընկերը մի քանի կադրում ֆիքսել է արտասվող ԱԾ-ականների։ Նրանք թաքցնում են իրենց աչքերը, որպեսզի չնկատենք արդյունքները։ Սա նշանակում է, որ ուժայինը այդուհանդերձ չի գնում հանձնարարությունը կատարելու։ Տեսեք, պայի դրությամբ կորցրել է իր իշխանությունը ուժայինների շրջանում Փաշինյանը, այսպես ձևակերպեմ հարցը։ Րոպեն 1 արագությամբ գրվող ստատուսները խոսում են նրա մասին, որ կառավարական ամառանոցներում հիստերիա է տիրում, որովհետև իրենք չէին սպասում, որ ինչ էր ուզում տեսներ հոգեկան հիվանդը, ուզում էր տեսներ, որ սրբազանին, չգիտեմ, բերման են ենթարկում, գուցե եւ արյունալի տեսարաններ, բայց այսօր դա տեղի չունեցավ եւ եթե դուք ուշադիր լինեք, հիմա այստեղ կանգնած հարյուրավոր ոստիկանների դեմքին չի նկատվում այն ագրեսիան, որը կար գուցե նախկինում, որովհետև իրենք էլ են մարդ, իրենք էլ են հայ ու իրենք էլ հասկանում են, որ տեղի է ունենում վատագույն բաներից մեկը, որը կարող է տեղի ունենալ հայի ու հայկականության հետ։ Այնպես որ րոպեն եկած է իշխանական բուրգը, թե ոչ։ Նաև վախի մասին է խոսում Արսեն Թորոսյանի րոպեն 1 գրած ստատուսները, ինչ որ անիմաստ գռեհիկ բաների մասին, աթեիստ Արսենի։ Դե այդ մարդիկ պատանդ են եւ կատարում են այն ամեն ինչը, ինչ իրենց հրահանգում են կամ WhatsApp-ով ստանում են, այնպես որ րոպե 1 գրված ստատուսները խոսում են նրանց մասին, որ իրենք տեսնում են ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության ընդդիմանալը այս process-ին, իրենք զգում են այդ ամեն ինչը։ Վերջը տեսեք գժի Facebook-յան էջի լայքերի քանակի կտրուկ նվազումը եւ շեյրերի քանակի, այո, կտրուկ նվազումը, դա խոսում է նրա մասին, որ այն բառապաշարը, այն հռետորաբանությունը, այն լկտի ու ղեկավարին ոչ հարիշ լեքսիկոնը, որով նա փորձում է հարաբերվել
1700 տարուց ավել հայկականությունը, Հայաստանի մշակույթը, պատմությունը, լեզուն պահող կառույցի հետ ժողովուրդը դա չի ընդունում եւ ժողովուրդը դա մերժում է։ Պիտի գնա տուն այսօր մարդը թե ոչ։ Քաղաքացին պիտի մտնի տուն եւ իրան կողմում քնի թե մնա դրսում ու պայքարը նոր որակ ստանա։ Ես կարծում եմ, որ քաղաքացիները հիմա կանգնած են շատ կարևոր վերլուծության առջև։ Եթե նույնիսկ այսօր այստեղ հավաքված քաղաքացիները Իդեպ նրանց թիվը ձեզ համար բավարար է, արդյոք կարծում եք, որ այս իրավիճակում այսքան քաղաքացի կհավաքվի։ Ես կարծում եմ, որ եթե Սրբազան հայրը փորձում է իրավիճակը չլարել, դուք ինքներդ տեսաք, որ իր գալ ու ներկայանալը քննչական կոմիտե հենց խոսում է նրա մասին, որ առավոտյան ժողովուրդը եւ հոգեվոր հայրերը ցույց տվեցին, որ կարող են պաշտպանել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, որ կարող են պաշտպանել եւ թույլ չտալ բռի կերպով բերման ենթարկել Սրբազան հորը եւ իր ներկայանալը նաեւ խոսում է նրա մասին, որ ինքը օրենքից էլ չի խուսափում եւ չի փախչում, ինչպես փորձում էին լկտիավարի ներկայացնել ուսապարկերից շատերը։ Հիմա ժողովրդի մենք պիտի հասկանանք, որ Մայրաթորը իմաստուն է, Մայրաթորը գիտակցում է պայի լրջությունը եւ ես մեծ հույս ունեմ, որ այսօրը երբ որ թուրքը չի կարողացել մտնել Մայրաթոր, փորձում էին մեր ուժայիններին, կներեք այս արտահայտությանս համար, փչացնեին հրահանգ տալով, տղեկը մաքսիմալ իրենց փորձել են կոռեկտ պահել եւ չեն արել այնպիսի բաներ, որ չգիտեմ, գուցե հիմա չկարողանային գլուխները մի քիչ ցածր է, տեսնում եք իրենց գլուխները, էլի, բայց չկարողացան, դա այդ տեսարանը չտեսավ գիժը, դրա համար էլ հիմա րոպե մեկ ստատուսներ է գրում։ Ես վստահ եմ, որ հոգևոր հայրը Սրբազանը դեռ հոտին չեն դիմել։ Չի դիմել։ Ես երեք երեկոյան Սրբազանի հետ խոսել եմ, հարցրել եմ ինչ ես կարծում, ինչ ես մտածում, ինչ է պետք անել։ Ինքը անընդհատ հանդարտության ու հանգստության կոչ էր անում եւ ինքը այսօր էլ Շիրակի թեմին իր հոտին չի դիմել, որպեսզի իրավիճակը չլարի։ Այստեղ հավաքված իմ գյումրեցի ընկերները, Շիրակի մարզից եկած մարդիկ եկել են ինքնակամ, սեփական կամքով եւ ոչ մեկ իրենց չի ուղղորդել ու չի բերել։ Ճիշտ ստրատեգիա է դա։ Ես կարծում եմ, որ եթե ինչ որ մի պահի հնչի կոչ, այդ կոչին արձագանքելու է ամբողջ Հայաստանը։ Եթե հնչի կոչ։ Պիտի լինի, որ այդ կոչը հնչի։ Ինչ պիտի լինի։ Զանգերը կհնչեն, ես վստահ եմ կհնչեն այնպես, երբ որ պետք լինի, երբ որ հնչի ամենակարևոր կոչը։ Հիմա այս պահին պետք է սպասել, տեսնել։ Չնայած կանխատեսել է, մենք գիտենք ինչ է այստեղ տեղի ունենալու, բայց ես ներքին զգացողություն ունեմ, որ որոշակի քննարկումներ էլ հիմա տեղի են ունենում Մայրաթորում, սպասենք ողջիաբար եւ տեսնենք ինչ է տեղի ունենալու։ Շնորհակալություն։ Հոգեորականները կարծես միասնական աղոթք են հիմա պատրաստում, ճիշտ ենք հասկացել։ Աղոթքի Թե բացենկելի ճանապարհը ժողովրդի բանկաները թեմերի առաջնորդներն են այստեղ։ Ինչ շարունակեմ ընթերցել Մայրաթոր հայտարարությունը Խիտ շերտերով շարված են ոստիկանները եւ նրանց դիմաց հոգեվորականներն են նույն խտությամբ կանգնած եւ հիմա պատրաստվում են միասնական աղոթքի։ Այդ կոդերն է մնացել։ Եկեղեցում եմ ես ասես մարվարս եկեղեցում Կարանք?
Քաչիվս աճեցումս դեր, սիսովահ մերգեստես մեզ մեղած, և կեցուսեր շնորի ողորմության յուրով, ամենակալ Տեր Աստվածներ, կեցո և ողորմյա։ Պահպանի ջերույս հավատացելով Քրիստոս Աստվածն էր, պայյա, պահպանյա, Օգուսայոց, Եգեծիս Հայաստանյաց, ներկա կացյալ հավատավոր Հովանյա, Սուրբ և պատվական խաչիվտվոյի խաղության, բրկյա երևելի և աներևույթ թշնամվույն, արժանավորյա ագոհության, պարավորելս կեզրվոր և սուրբ հոգվույթ այժմ և միշտ և ավիտյանը սրատելից ամեն։ Արմատ կմիրասը չրա։ Մետ կմիրասը չրա։ Բարև ձեզ։ Արղաչի հասել ասում, չես չգիտեմ։